Առաջարկն ուղարկված է, հիշեցումները արված, իսկ ինչ է հաջորդում դրան։ Հաջորդ քայլում արդեն մեր գործարքը պետք է հասնել փակման, եւ այստեղ կարելի է կանխատեսել երկու հիմնական սցենար՝ կամ մերժում, կամ հաջողում։ Սա իրագործման շարքի 6-րդ թեման է՝ գործարքի փակման փուլը։ Եթե ուզում եք ամեն շաբաթ ստանալ գործնական բիզնես խորհուրդներ, գործիքներ եւ ավտոմատացման հնարքներ, ապա կարող եք նաեւ բաժանորդագրվել մեր ալիքին։ Առաջինը եկեք քննարկենք մերժված գործարքները, քանի որ դրանք 9-ից 10 անգամ ավելի շատ են լինում։ Այս դեպքում պետք է հասկանալ հիմնական առարկության պատճառները եւ աշխատել դրանց հետ։ Եկեք քննարկենք հիմնական մերժման կամ առարկությունների տեսակները։ Առաջին՝ փոփոխություններ։ Երբ մարդիկ պատրաստ չեն լինում նորությունների, փոփոխությունների։ Երկրորդ՝ գին, երբ արժեքը լինում է հիմնական առարկության պատճառը։ Երրորդ՝ էմոցիոնալ ֆոնով պայմանավորված առարկություններ։ Դուրս չի գալիս, չեն հավանում։ Չորրորդ՝ վատ փորձ, երբ նախկինում ունեցած վատ փորձից հետո չեն կարողանում վստահել։ Հագեցվածություն, արդեն օգտվում են նմանատիպ պրոդուկտից կամ ծառայությունից։ Եվ իհարկե տեխնիկական, առարկում են տեխնիկական լուծումների շուրջ, պայմաններից ելնելով, ժամկետներից եւ այլն։ Առարկությունների հետ աշխատանքի լավագույն մեթոդը իհարկե բլոկավորումն է, այսինքն լսել ու հասկանալ առարկությունները եւ սկսել աշխատել ներկայացնելով մեր հիմնական առավելությունները։ Հասկանալով առարկությունները եւ մերժման հիմնական պատճառները հնարավոր է միայն վերլուծելով եւ ճիշտ ռազմավարությունը մշակելով։ Pipedrive CRM համակարգը հնարավորություն է տալիս հաշվետվություններ բաժնում, վերլուծել եւ տեսնել հիմնական մերժման պատճառները եւ աշխատել դրանց հետ։ Իսկ այժմ եկեք քննարկենք գործարքի հաջող փակվելուց հետո հաջորդող քայլերի մասին։ Քայլ 1. վստահության ստեղծում։ Գործարքի փակումը միայն այո ստանալը չէ։ Հաճախ այդ պահին հաճախորդը դեռ որոշակի կասկածներ է ունենում։ Այդ պատճառով պետք է նախ կարողանալ չեզոքացնել այդ կասկածները, իսկ ինչպես է դա պետք անել, հստակ նախ ամփոփել հաճախորդի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչը ներառված, ինչը ներառված չի։ Հիշեք, որ հաճախորդը գնում է ձեր պրոդուկտի օգտակարությունը եւ այն օգնում է լուծել կոնկրետ խնդիրներ։ Եվ պետք է փոխանցել այդ վստահությունը case study-ների եւ հաճախորդների ֆիդբեքերի միջոցով։ Քայլ 2. Նախ ժամանակ տրամադրեք նրանց մտածելու համար։ Գործարքի պայմանները ներկայացնելուց հետո հաճախորդին պետք է տալ ժամանակ մտածելու։ Սա վստահության նշան է։ Նշեք, թե երբ եւ ինչպես կապվեք հետագա քայլերի իրականացման համար։ Տրամադրեք հակիրճ ուղեցույց կամ FAQ հաճախորդների որոշում կայացնելու գործընթացը ավելի հեշտացնելու համար։ Քայլ 3. Պայմանագրի ստորագրում եւ պատրաստում։ Այս փուլում շատ կարևոր է արհեստականորեն չբարդացնել գործընթացը եւ ապահովել ավելի պարզ ու արագ պայմանագրային գործընթաց։ Ծանոթանանք գործիքների հետ, որոնք ձեզ թույլ կտան իրականացնել պարզեցված պայմանագրային գործընթաց։ PandaDoc, DocuSign, SignNow։ Նրանք թույլ են տալիս ուղարկել եւ ստորագրել պայմանագրեր on-line առանց PDF ֆայլերի տպելու կամ սկաներ օգտագործելու։ Pipedrive Smart Docs։ Pipedrive CRM համակարգում հասանելի Smart Docs ֆունկցիան հնարավորություն է տալիս ստեղծել պայմանագրեր եւ առաջարկներ անմիջապես գործարքի քարտից։ Դա տալիս է հնարավորություն զգալի ժամանակ խնայել փաստաթղթային գործընթացում։ Ավտոմատ լրացնել փաստաթղթերը Pipedrive-ում պահպանված տվյալներով, օրինակ հաճախորդի անունը, գործարքի գումարը եւ այլն։ Կարող եք ավելացնել պայմանագրի օրինակը անմիջապես Google Drive-ից, վերբեռնել փաստաթղթերը համակարգչից, ստեղծել Word դոկումենտներ։ Կարող եք ստեղծել փաստաթուղթը 0-ից կամ օգտագործել համակարգում առկա ձևանմուշները, կատարելով համապատասխան փոփոխություններ։ Նաև ուղարկել պայմանագրերը on-line եւ իրական ժամանակում հետևել ստացողի գործողություններին։ Օգտագործել ինտեգրված էլեկտրոնային ստորագրության լուծումներ, օրինակ DocuSign, փաստաթղթերի ավելի արագ հաստատման համար։ Հաջորդ քայլը վճարումը ստանալն է, եւ այստեղ էլ պարզությունը էական նշանակություն ունի։ Կարելի է օգտագործել Stripe, PayPal կամ Local eDRAM բանկային փոխանցումների տարբերակներ։ Շատ կարևոր է հաճախորդին տրամադրել վճարման մի քանի տարբերակ, որպեսզի հաճախորդը ընտրի իրեն առավել հարմար տարբերակը։ Նախապես նշել երբ եւ ինչպես է տեղի ունենալու վճարումն։ Եթե կա նաեւ նախատեսված կանխավճար, ապա դա պետք է հստակ պայմաններում նշված լինի։ Քայլ 5. Գործարքից հետո շփումներ։ Հիշեք, որ գործարքի ավարտը հաճախորդի հետ փոխհարաբերությունների ուղու դեռ միայն սկիզբն է։ Հետագա գործարքների հավանականությունը մեծացնելու, կրկնելու համար անհրաժեշտ է մատուցել բարձրակարգ հաղորդակցություն բոլոր փուլերում։ Մի մոռացեք ուղարկել օրինակ շնորհավորանք, ուղեցույց կամ հաջորդ քայլերի հակիրճ նկարագրություն։ Դուք պարզապես չեք վաճառում, այլ ստեղծում եք վստահելի եւ երկարաժամկետ հարաբերություններ ձեր հաճախորդների հետ։ Եվ գործարքի փակման փուլից հաջորդող քայլերը համակարգելու եւ գործողությունները սահմանելու համար դրանք ամբողջական պետք է պահպանել մեկ վայրում։
Այստեղ իհարկե օգնության է գալիս Pipedrive-ի նախագծերի կառավարման գործիքը։ Տվյալ գործիքով հնարավոր է տարանջատել յուրաքանչյուր հաճախորդի համար սահմանված գործողությունները եւ սահմանել գործողությունների հաջորդականությունները։ Գործարքի փակումը շատ ավելին է, քան ուղղակի ստորագրություն ստանալը։ Դա գործընթաց է վստահության, հարմարության եւ պարզության շուրջ։ Եթե դեռ չեք բաժանորդագրվել մեր newsletter-ին, ապա բաժանորդագրվեք հիմա եւ ամեն շաբաթ ստացեք գործնական նյութեր վաճառքի, բիզնեսի ավտոմատացման, աճի եւ զարգացման մասին։ Եվ իհարկե կարող եք մեկնաբանությունների դաշտում գտնել յուրաքանչյուր գործիքի անվճար օգտագործելու հղումները։ Շնորհակալություն, կհանդիպենք հաջորդ շաբաթ։